Օր ու գիշեր Մինսկի խմբի լուծարում պահանջող Ալիևը զուգընթաց ինչ տարին սկսվել է տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանային հարթակներում քննարկելու մասին է խոսում։ Մինչև Իրանի նախագահի Ադրբեջան այցը նա Բաքվում Իրանի խորհրդանի խոսնակին էր ասում տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Անընդունելի էր համարում արտաքին ուժերի միջամտությունը։ Նույն միտքը կրկնում է հիմա Իրանի նախագահի հետ հանդիպմանը։ Նա ստեպ է կրկնում Ադրբեջանը կուշտ է միջնորդներից։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները ԵԱՀԿ Չարաբաստիկ Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան եւ Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Պատերազմի ավարտից հետո է նա բացահայտ ծաղրում Մինսկի խմբին հայտարարեցել, թե նրանց թոշակի գնալու ժամանակն է։ 2022-ի հունվարին հեգնում էր, թե հոբելյանական տարի է, կարող են նշանավորել։ Հավանաբար պատրաստվում են հոբելյանական միջոցառումների, ինչպես հայտնի է Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, եւ այս տարի լրանում է 30-ամյակը։ Աշխատանքային ստաժի 30 տարիներից հետո նրանք թոշակի անցնելու շեմին են։ Ուստի նրանց ցանկանում եմ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն։ Pensiya ərəfəsindədirlər. Ona görə onlara can sağlığı. Մեկ Վրաստանին է շողոքորթում որպես տարածաշրջանի դերակատար, մեկ էլ Իրանին ատամի տակ 3 գումարած 3 ձևաչափի ռեինկարնացիան է իրեն հարմար դիրքավորումներով։ Հայտարարեց, թե տարածաշրջանում համագործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն դերակատար երկրները Ադրբեջանն ու Վրաստանը։ Իսկ ավելի վաղ Իրանի խորհրդանի խոսնակի հետ հանդիպմանը հիշեց 3 գումարած 3-ը։ Այս ձևաչափը, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ։ Թուրքիա, Իրան, Ռուսաստան գումարած Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ձևաչափով հանդիպման վերջին նիստն էլ հենց Թուրքիայում էր անցած տարվա հոկտեմբերին եւ այս անգամ էլ իդեպ Վրաստանը բոյկոտեց այս հարթակը չցանկանալով Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։ Հետո Ռուսաստանը ձեռք մեկնեց, ասաց Վրաստանի համար 3 գումարած 3-ի դռները միշտ բաց են։ Ասաց հասկանում են Թբիլիսիի թերահավատությունը, բայց նրանց ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այդ ձևաչափի նիստերի դահլիճում։ Վրաստանն իդեպ Ադրբեջանի վերջին հայտարարության արձագանքեց, ասաց պատրաստ են ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչու է Բաքուն դեմքով դեպի տարածաշրջան շրջվել, ինչու է Ալիևը ձգտում վերակենդանացնել Էրդողանի ձեռներկած 3 գումարած 3 ձևաչափը, մեկ դեպի Վրաստան, մեկ էլ Իրան շրջվելով։ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հասկանալի է, որովհետև ինքը իրականում ուզում է թողնել Հայաստանը իզոլացիայի մեջ եւ պահանջում է միջանց։ Ինչ է ուզում անի Ալիևը, ինքը ուզում է Հայաստանին դուրս թողնի բոլոր ռեալ process-ներից։ Իսկ պաշտոնական Երևանն այս ձևաչափին ի սկզբանե դեմ չի արտահայտվել իդեպ, բայց շեշտել է ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն ամբողջական ու ներառական է եւ հիմնված է ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա։ Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմանի ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե այդ բազմակողմանի ձևաչափի, թե երկկողմ երկխոսության խաթարմանը։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։